Բարև ձեզ սիրելիներ, շարունակում ենք մեր Աստվածաշնչի ուսումնասիրությունը եւ այսօր մենք հասել ենք երրորդ թագավորաց 21 եւ 22 գլուխները։ 21-րդ գլխում Աքաբը ցանկանում է Նաբոթի այգին, բայց Նաբոթը հրաժարվում է վաճառել իր հայրական ժառանգությունը։ Այդ ժամանակ Հեզաբելը կազմակերպում է սուտ վկաներ եւ Նաբոթը անարդարացիորեն սպանվում է։ Աքաբը վերցնում է այգին, բայց Աստված Եղիա մարգարեի միջոցով դատաստան է հայտնում նրան եւ Հեզաբելի տան վրա։ Երբ Աքաբը խոնարհվում է, Աստված որոշ ժամանակով հետաձգում է դատաստանը, ցույց տալով իր ողորմությունը։ 22-րդ գլխում Աքաբը անտեսում է Աստծո ճշմարիտ խոսքը։ Նա նախընտրում է լսել այն մարգարեներին, ովքեր ասում են այն, ինչը ինքն ուզում էր լսել, եւ մերժում է Միքայային, ով հայտնում է Աստծո ճշմարտությունը։ Վերջում Աքաբը գնում է պատերազմի եւ մահանում, ինչպես Տերն էր ասել։ Այս պատմությունների մեջ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին։ Նաբոթը, որը անարդորեն մեղադրվեց եւ սպանվեց, մեզ հիշեցնում է Հիսուս Քրիստոսն, ով նույնպես դատապարտվեց սուտ վկաների միջոցով, թեև լիովին անմեղ էր։ Սակայն Նաբոթի մահը պարզապես անարդարություն էր, իսկ Հիսուսի մահը դարձավ մեր փրկության ճանապարհը։ Նա կամավոր տվեց իր կյանքը, որպեսզի մենք ստանանք ներում եւ հավիտենական կյանք։ Այս գլուխները նաև մեզ սովորեցնում են սիրել ճշմարտությունը, նույնիսկ երբ այն դժվար է լսել։ Շատ հեշտ է լսել այն, ինչը հաճելի է մեր ականջներին, բայց Աստծո խոսքն է, որ փոխում է մեր կյանքը։ Հիսուս Քրիստոսը ոչ միայն խոսում է ճշմարտությունը, նա ինքն է ճշմարտությունը եւ խոսքը։ Եթե հետևենք նրան, երբեք չենք մոլորվի։ Ամեն։ Սիրելիներ, տարածեք այս տեսագրությունը, որպեսզի շատերը լսեն Աստծո խոսքը եւ եթե ունեք ձեր կարծիքները մեկնաբանություններում կարող եք գրվել եւ թող Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքները եւ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Եղեք օրհնված։